Բարև ձեզ սիրելի ընկերներ, ինչպես խոստացել եմ նախընտրական քարոզարշավի այս ընթացքում օրվա ավարտին ու ամեն օր երբ որ կլինեն իրադարձություններ այս ֆորմատում կունենանք քննարկում օրվա իրադարձությունների վերաբերյալ այսօր բավական թեժ հագեցած քարոզարշավային օրեր կարելի ասել փսիխոպատ օրեր ելնելով այն ամենի ճիշտ տեսանք Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, ուստի բավական թեժ հետաքրքիր քննարկում կլինի, հետաքրքիր նաև բացահայտումներ, դուք հիշում եք, կեսօրին ես խոսեցի արցախցիների անվան ներքո հանդես եկող այդ դիմակավորների մասին, ես արդեն իսկ կասկածում էի, որ այս մարդիկ կեղծում են իրականությունը եւ փորձում են ստեղծել տպավորություն, որ իբրև թե արցախցիները ինչ որ չգիտեմ, հանցավոր խումբ են ձևավորել, Նիկոլ Փաշինյանին փորձում են վնասել կամ ինչպես այդ տեսանյութում էր ասում, ջրելու են։ Ուրեմն օրվա ընթացքում միջև այդ ուղի եթերս ես արդեն իսկ ստացել էի մտահոգիչ զանգեր Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր ասում էին, որ մի քանի օր առաջ պատահաբար Սփյուռքում դրսում հեռարձակվող հանրային հեռուստաընկերության տարբերակում իրենք տեսել են նման կադրեր, իհարկե չէին հասցրել ամբողջությամբ լսել, տեսել էին կադրեր, որ այն ինչի մասին խոսում էր այսօր Փաշինյանը, դա ցույց են տվել փաստորեն այդ հեռուստատեսությամբ։ Ես ինքս չեմ տեսել անկեղծ եւ դրա համար կեսօրվա այդ եթերում այդ պնդումը այս հայտարարությունը չարեցի։ Մինչեւ անցնեմ առաջ կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր լսում են անպայման կիսվել այս տեսանյութով, այս ուղի եթերով, սիրելի ընկերներ, մենք ըստ էության գտնվում ենք իշխանությունների կողմից մեր ժողովրդի դեմ հրահրված տեղեկատվական պատերազմի հետ, եւ այդ պատերազմում մենք այլ գործիք չունենք, քան մեր ընկերները, մեր ծանոթները, մեր գաղափարակիցները, ովքեր այս տեղեկատվությունը իրենց էջերում կկիսվեն, այնպես որ մի ալարեք, խնդրում եմ, ձեր Facebook-յան էջերում կիսվեք այս ուղի եթերով, որտեղ հետաքրքիր բացահայտումներ են լինելու։ Ուրեմն օրվա ավարտին ես իմ կասկածների եւ զանգերի վերաբերյալ ստացա տեղեկություններ արդեն Telegram ալիքում հրապարակված տեղեկատվության տեսքով, ուրեմն Armyanskaya Vendetta ռուսալեզու Telegram ալիքը բավական հետաքրքիր հրապարակում է պատրաստել, կից կան նաեւ screenshot, հիմա ես կփորձեմ Armyanskaya Vendetta-ի հոդվածը վերահրապարակված է նաեւ Politics.am-ի Telegram ալիքում, բայց ես նաեւ հիմա այս ուղի եթերի տակ կդնեմ մեկնաբանությունների բաժնում կդնեմ այդ հրապարակումը, այդ բացահայտումը, թե ինչպես ինչ կապ ունեն իշխանությունները այդ այսպես կոչված դիմակավոր արցախցիների հետ։ Ուրեմն ինչ է գրում Armyanskaya Vendetta-ն։ Դուք կարող եք զուգահեռ ընթերցել, ես հայերեն տարբերակը կընթերցեմ։ Գրում է հետևյալը, որ իսկ հիմա ընկերներ հարմար նստեք եւ պարզվում է իբր ահաբեկիչ արցախցիների մասին տեսանյութը իշխանական կառույցները շրջանառության մեջ են դրել դեռ մայիսի 16-ին 2 օր առաջ սկզբում կեղծ տեսանյութը հայտնվել էր հանրային հեռուստաընկերության առաջին ալիքում։ Հանրային ունի 2 ալիք, որոնցից մեկը հեռարձակվում է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Ապա հաղորդման սկրինշոթը հրապարակվել է իշխանամետ Armenian Military Portal Telegram-յան ալիքում, բայց ինչ որ բան այնպես չի գնացել եւ որոշել են տեղեկատվությունը նորից գործարկել երկուշաբթի։ Հետագայում հրապարակումը ջնջվել է, բայց արդեն ուշ էր։ Տեգեստատ ծառայությունը ամեն ինչ հիշում է։ Փաստացի մասնագետների բոլոր այն պնդումները, որ այս տեսանյութը իշխանությունների կողմից կեղծվել է, ընդդիմության արցախցիների դեմ քարոզչական նպատակներով իրենց հաստատումն են ստացել։ Տեսեք, հանրայինի մասով ես ինքս չեմ տեսել, այդտեղ screenshot կա, բայց չեմ բացառում, որ Armenian Military Portal-ը կարող էր այդ screenshot-ը տեղադրել ցանկացած վայրից վերցնել, բայց ինչն է կարևոր, այս Telegram ալիքը տարբեր աղբյուրներ պնդում են, որ վարվում է կամ առնվազն համակարգվում է ստերի տիրուհի Արծրուն Հովհաննիսյանի կողմից։ Եվ սա սրանից առաջ, մինչև այս պատմությունը Արծրուն Հովհաննիսյանի անունը շրջանառվում էր, կապվում էր այս Telegram ալիքի հետ, Armenian Military Portal։ Շատերը գիտեն սրա մասին, ես ինքս չեմ տեսել, որ Արծրուն Հովհաննիսյանը ոնց է գրում, բայց այդ տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից
լսել եմ։ Տեսեք, կեսօրին երբ որ մենք խոսում ենք այսպես կոչված դիմակավոր արցախցիների մասին, մենք ասում ենք, որ կասկածելի է այն ամեն ինչ տեսնում ենք կադրերում։ Ես էլ 1 կամ 2 օր առաջ եմ տեսել Facebook-ում, ինչը ինձ մոտ կասկած առաջացրեց։ Ուրեմն Facebook-ում հրապարակող մարդը կին էր, կնոջ պրոֆիլ էր, չեմ պնդում, որ կին էր։ Գուցե էջի հետևում ուրիշ մարդ էր թաքնված։ Կին էր եւ հիմա կարող եմ նաեւ իր էջը դնել մեկնաբանությունների բաժնում Facebook, ներողություն։ Հա, մի խոսքով ինչտեղ ինձ զարմանալի կինը, որը այսպես Արցախի բարբարով այս ահաբեկչական ուղերձը տարածում էր իր էջում նշված էր, որ ինքը բնակվում է Մոսկվայում։ Սա իմ մոտ կասկած առաջացրեց, այսինքն ոնց որ այն ինչ որ իշխանությունները ուզում են ստանալ հիբրիդային պատերազմ, Մոսկվա, Ռուսաստան, արցախցիներ այդ ամբողջը այդ մի հրապարակման մեջ էր։ Ինչու ամբողջը, որովհետև ուրեմն կինը, որը հրապարակել էր տեսանյութը, նշել էր, որ ինքը Մոսկվայում է բնակվում, դիմակավորված մարդիկ Արցախի բարբարով էին սպառնում Նիկոլ Փաշինյանին, եւ որ ամենակարևորն է, որպեսզի եվրոպացի դիտորդները, այստեղ եկած եվրոպացիների տարագարձականքման խումբը շատ չտանջվեն արցախցի, ճակերտավոր արցախցի, որովհետեւ ես վստահ չեմ, որ դրանք արցախցիներ են, ավելի շուտ վստահ եմ, որ արցախցիներ չեն։ Այդ ճակերտավոր արցախցիները, որ Նիկոլ Փաշինյանին ջրելուց առաջ տեսանյութ են նկարել, ասել են ոնց են անելու, ինչ են անելու, հա, չեն ալարել, ֆրանսերեն էլ թարգմանել են տեքստ, իրենց խոսակցությունը, տիտրերով էլ ֆրանսերեն դրել են, որ Մակրոնը բան, ֆրանսիացիք, եվրոպացիք շատ արագ մի անգամից արձանագրեն դա, այսինքն այդ ահաբեկիչները ակնհայտ է, որ տեղեկատվական նպատակով են այս ամեն ինչ անում, դա ոչ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում, ինչպես այսօր ներողություն Հայաստան Դաշնքի ներկայացուցիչ պարոն Իշխան Սաղաթելյանը ասաց, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին ողջ ու առողջ չպետք ամենայն անկեղծությամբ եմ ասում, շատ մեծ ատելություն ունեմ դեպի Նիկոլ Փաշինյան, բայց ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ողջ մնա, առողջ լինի եւ վստահ եմ բոլոր նրանք, ովքեր կցանկանան վնասել Նիկոլ Փաշինյանին, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են, ասեմ ինչու, որտեղ նրանք ցանկանում են թաքցնել ճշմարտությունը, նրանք ուզում են, որ հայ ժողովուրդը ճշմարտությունը չիմանա, որ դատական process չլինի, այս մարդը չպատմի, ով, ինչպես, ում հետ, հա, այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Այնպես որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանի շահերից են ելնում, վստահաբար ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը անվնաս եւ առողջ լինի, միջև իշխանափոխությունից հետո, որովհետև ինքը դեռ պատմելու շատ բան ունի։ Այ իր գործընկերները, հայ ժողովրդի Հայաստանի թշնամիները վստահաբար կցանկանան Նիկոլ Փաշինյանին վնաս հասցնել այն պահին, երբ որ իշխանությունը կորցնելու վտանգ լինի, որ հանկարծ շատ բան չխոսի։ Այնպես որ սա իմ գնահատականն է, ես այստեղ վստահ եմ, որ այլ կարծիք լինել չի կարող, ինքս այդ վստահություն ունեմ, հա, որովհետև ովքեր կուզեն վնասել Նիկոլ Փաշինյանին, նրանք ուզում են թաքցնել ուրեմն հետքերը այն ամեն ինչից, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մեր հայրենիքի հետ։ Ուրեմն հիմա ես նաեւ չգիտեմ, ոնց որ այս Facebook-յան էջը արդեն փակվել է, բայց ամեն դեպքում մեկնաբանությունների բաժնում կդնեմ այս ուղի եթերի, դուք կարող եք ինքներդ էլ փորձել, գուցե ձեզ մոտ փակված չի, հա։ Միջև այդ խնդրում եմ ուղղակի տարածել այս լայվը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեսնեն, դա շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, մենք այո տեղեկատվական պատերազմի մեջ են գտնվում Արևմուտքի կողմից հովանավորվող, Թուրքիայի կողմից հովանավորվող այս ԿՊԱ-կան իշխանության հետ ըստ էության, հիմա այդպես է ստացվել։ Ինձ էլ հաճելի կլիներ այս ժամին լայվ չմտնել, այս թեմաներից չխոսել, Նիկոլ Փաշինյանի անունը ավելորդ անգամ չտա։ Մի խոսքով, ինչ է ստացվում, հա։ Ինչ են ուզեցել սրանք ստանալ։ Առերևույթ սա իշխանության կազմակերպածն է։ Առերևույթ, բոլոր հանգամանքները դրա մասին են նշում։ Իրենք փորձել են այն նարատիվները, որ կան, վերջին տարիներին հակաարցախյան, վերջին ամիսներին հակառուսական
եւ վերջին ամիսներին այդ հիբրիդային պատերազմի նարատիվը իրականություն ոնց որ որպես իրականություն ցույց տա, որ տեսեք Ժորժ ջան, որ ասում ենք հիբրիդային պատերազմ է, որ ասում ենք ռուսներն են դրա հետևում կանգնած, հենա այն կինը Մոսկվայից տարածել է այս տեսանյութը, ասում ենք արցախցիները Հայաստանին թշնամաբար են վերաբերում, հենա տեսեք արցախցիներ են դիմակավորված այդ տեսանյութը հրապարակել։ Եթե իշխանությունները չեն, ապա Նիկոլ Փաշինյանը չպիտի այսօր գնար այն ճանապարհով, որով գնաց։ Այսինքն, եթե դուք չունեք փաստ, եթե դուք չունեք կոնկրետ տեղեկություններ, որ պիտի հրապարակեք, հա, ինչպես եք դուք թիրախավորում արցախցիներին։ Կամ արցախցիների մեջ նիկոլականներ չեն եղել, եւ կարող է մի երկու նիկոլականի Արցախի բարբար իմացող վարձել եք, այս ամեն ինչը բեմադրել եք։ Ինչու եք թիրախավորում արցախցին։ Երբ որ սրանք այսպես շտապեցին եւ տեղեկատվական այս գրոհը սկսեցին, ակնհայտ դարձավ, որ Շահառուն իշխանությունն է։ Ակնհայտ դարձավ, որ Շահառուն իշխանությունն է։ Ուրիշ բան դժվար է պատկերացնել, դժվար է ենթադրել այստեղ։ Որովհետև ցանկացած նորմալ իշխանություն պիտի սպասեր հետաքննության ընթացքին, ավարտին, փաստերին, այդ փաստերը դներ սեղանին, նոր գնահատական, եթե քաղաքական գնահատականներ տալու, նոր գնահատականներ տալ։ Իսկ երբ որ դեռ որևէ բան տեղի չի ունեցել, քրեական գործել չէր հարուցվել, բայց կան արդեն քաղաքական գնահատականներ, կոնկրետ ովքեր են այդ դիմակների հետևը կանգնած բան, պարզ է, որ սա արդեն իշխանության օրակարգն է, եւ պարզ է, որ եթե անգամ իրենք չեն նկարել սա, առնվազն իրենք օգտագործում են դա, բայց ես խորը կասկածներ ունեմ, որ այս ամեն ինչը իշխանություններն են նկարել։ Կարդացեք Արմենսկա վենդետայի հոդվածը եւ տեսեք սկրինշոթը, դուք ձեր արդեն ենթադրությունները, վերլուծությունները արեք։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ սրանք այս հակաարցախյան նարատիվը շարունակելու են, իրենք փորձելու են, տեսեք իրենց մոտ դեռ չի ստացվում, փորձելու են նաեւ այս թեման այնքան էփել, որ կարողանան որևէ ընդդիմադիր գործչի, չգիտեմ, ընդդիմադիր ուժի մեկուսացնել այս թեմայի անվան տակ։ Սա էլ կա։ Ուրեմն ասեմ նաև, որ 2 տարի առաջ 2024 թվականին Արգիշտի Կիվիրյանի հետ մեր եթերում մենք քննարկում էինք նման սցենար եւ բերել էի օրինակ Շևարդնաձեից, Վրաստանի նախկին նախագահից, որի դեմ մի քանի մահափորձ է կազմակերպել եւ առնվազն մեկի մասով հստակ փաստեր կան, որ ինքն է կազմակերպել իր դեմ ընտրություններից առաջ, որպիսի հավելյալ վարկանիշը բարձրացնի իրեն։ Եվ 2024 թվականի ապրիլի 2-ին ես կասկածներ եմ ունեցել, որ ինչ որ պահի այս սցենարով կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը իր դեմ մահափորձ կազմակերպել, փորձել դրանով դա օգտագործելով մեկուսացնել ընդդիմադիր գործիչների եւ զուգահեռաբար էլ բարձրացնել իր վարկանիշը, թե բա ինքը խաղաղություն է բերում, ինչ որ մարդիկ խանգարում են։ 2 տարի առաջ, ասենք 24 թվականին հաստատ չգիտեինք, չէ, որ իրենք հիմա ինչ որ դիմակավորված արցախցիների, այսպես կոչված արցախցիների տեսանյութերին տարածելու։ Մի այլ հանգամանք էլ է խոսում նրա մասին, որ իշխանությունները առերևույթ սրա հետ կապ ունեն, որն այդ հանգամանքը, տեսեք, տեսանյութում 4 կամ 5 մարդ է երևում, կարծեմ 5 հոգի։ Այն մարդիկ, որոնք իբր սպառնում են զենքով հարց լուծել, զենք բռնել չգիտեն։ Ասենք ավտոմատը բռնում են, ձեռքներից այսպես ընկնում է։ Ճլորած կերպարներ են, այսինքն դրանք ակնհայտորեն իրենց շարժուձևից երևում է, որ անհանգիստ, անհավասարակշիռ վիճակում են։ Եվ մի բան ակնհայտ է, հա, սիրելի հայրենակիցներ։ Մի բան, որի մասին գիտեն 4 կամ 5 մարդ, առնվազն կադրում երևացող 4 կամ 5 մարդ։ Հայաստանի նման տոտալ վերահսկվող երկրում այդ բանը հաստատ իմանալու է նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Բոլորի հեռախոսները լսում են, ասեցին մամուլը գրեց ԱԱԾ-ում հատուկ բաժին են բացել արցախցիներով զբաղվող, այսինքն ամեն ինչը վերահսկվող է։ Այդ ոնց եղավ, որ 5 հոգի ինչ որ բան են պլանավորել, տեսանյութ են նկարել, դա հրապարակել են Facebook-ում կամ ուրիշ հարթակում։ Ու դրա մասին ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ չգիտի ու այսօր չի հրապարակում։ Աբսուրդ է։ Այդ ոնց է Հովիկ Աղազարյանի նամակագրությունը գիտեն, սեռական կյանքի մասին մանրամասներ գիտեն, 5 հոգի, որ իրար մեջ բան են պայմանավորվել, Հայաստանի նման վերահսկվող երկրում չգիտեն ինչա տեղ ունեցել, ովքեր են դրանք։ Ես վստահեցնում եմ, եթե իրական 5 հոգի լինեին եւ այդ մարդիկ իրականում նման մտադրություն ունենային, մենք դրանց մասին արդեն իմացած կլինեինք։
Հաջորդ թեմային անցնենք, որ այսօր շատ քննարկվեց, մինչև այդ կրկին պիտի խնդրեմ սիրելի հայրենակիցները անպայման կիսվել, գրել մեկնաբանություններ, օգնեք տեղեկատվական այս պայքարում մեզ, որովհետև մենք այլ գործիքներ չունենք, մենք պետական բյուջեն մեր տակը դրված չի, որ դնենք ու Facebook-ի վրա ծախսենք, այնպես որ այստեղ միայն ձեր աջակցությունն է, որ մեզ օգնելու է ավելի լայն տարածել այս տեղեկատվությունը։ Շատ կարևոր է թույլ չտալ, որ արցախցիների դեմ այս տեղեկատվական ահաբեկչությունը տեղի ունենա մեր հայրենակիցներին մեկուսացնեն Հայաստանի կյանքից, որովհետև պատկերացրեք, որ այս տեղեկատվությունը կեղծ հորինվածքը, որ մարդկանց ուղեղներին նստի, որ արցախցիների ինչ-որ ահաբեկչական խմբավորում ունեն Հայաստանում, մարդիկ ուղղակի դժվարությունների են հանդիպելու։ Սա կեղծիկ է, սա չպետք է թույլ տալ, որ մտնի մեր հասարակության մեջ։ Այստեղ մեր հայրենակիցներից մեկը հետաքրքիր միտք է գրում ու ես համաձայն եմ այդ մտքի հետ, ասում է ով էր Կարմեն Սարգսյան։ Տերորիստը չի ասում տերորը անելու, լրիվ համաձայն եմ, այսինքն լրիվ մնացել էր պլանը, քարտեզը գծեին, մեկ է ժամը գրեին, թե Նիկոլին երբ են ջրելու, Նիկոլ Փաշինյանն էլ շորեր հետո հակներ գնար ջրվելու։ Իհարկե աբսուրդ է։ Հաջորդ թեման, որ ամենաշատը քննարկվեց, դա Նիկոլ Փաշինյանի այսօր մի շարք քաղաքացիների հետ ակնհայտ անհավասարակշիռ վարքներ։ Իհարկե գլխավոր միջադեպը տեղի ունեցավ ներողություն, հիմա ես փորձեմ նաև անազգալը կարդալ, գլխավոր միջադեպը տեղի ունեցավ հայտնի բժշկուհի հարգարժան մարդ, ուրեմն մի րոպե ներողություն, Արփինե Սողոյանի հետ, մանկաբարձ գինեկոլոգ, ում եղբայրը Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմում անհետ կորել է, հուսանք ողջ է։ Եվ տեսեք, մարդը Արաբկիրում է բնակվում, այս հոգեկան հիվանդը եւ իր տաբրը գնում են Արաբկիր, իբրև թե քարոզ անելու։ Լավ, քարոզ եկանում, լավ եկանում, հիմա ընդդիմադիրների դեպքում էլ, չէ՞, տեսել եք, մարդիկ ինչ-որ դժգոհություն ունեն, գնում ընդդիմադիր առաջնորդի կամ գործչի մոտ, իրենց դժգոհությունը հայտնում են։ Այսպեսի հոգեկան անհավասարակշիռ իրավիճակ տեսել եք, չէ՞։ Քաղաքացիա գնացել է, ասում է դուք իմ հայրենիքը հանձնել եք, դուք ես եկար։ Նիկոլ Փաշինյան իրեն պահում է վերջին կարգի հոգեկան հիվանդի պես, հարձակվում է կնոջ վրա, կնոջ թևից քաշում է, բղավում է, հայտարարում է, եթե դու Ռոբն ես, եթե դու Սերժն ես, ես քեզ կզասնելու, գիտեք, անպատկերացնելի է, անբարոյականության մակարդակ է էլի, անպատկերացնելի է, որովհետև տղամարդը չի կարող իրեն այդպիսի բան թույլ տալ։ Ես արդեն պատմեցի տարիներ առաջ, ովքեր չգիտեն, ես 1-2 տարի Իրաքում եմ ապրել, քրդական ինքնավարության հատվածում, եւ Էրբիլում քայլում էինք ընկերոջս հետ, շուկա էին գնացել, ես շուկայի մի անկյունում տեսա, որ մեկը մի տղամարդ, այս Նիկոլավարի մի կնոջ հետ վեճի էր բռնել։ Դա էլ իսլամական հանրությունը լրիվ մի փոքր, մեզնից ավելի խիստ են, կամ ավելի կոնսերվատիվ են, ինչը լավ է, ու ես այդպես եմ համարում։ Մի խոսքով, ասի լսիք հարվան ընկերոջս, այս մարդը ձեր կարգերով, ձեր ավանդույթներով պիտի այսպիսի խոսակցություն չլիներ այս կնոջ հետ, կանայք ինչ-որ այլ մոտեցում կասես, գիտես, այս մարդը շուկայի համբալն է, իրեն կարելի է, այս խոսակցությունը շատ լավ եմ հիշում, մի անգամ էլ մի այլ ընկերոջ համար, մեր միջավայրին հարիր, ընկերոջ հետ ընտեղ էինք, հայաստանցի, ես օգնում էի իրեն թարգմանության հարցում, այս մարդը հայոյանքով խոսեց, ինձ ասեց նաև թարգմանիր, իրան լավ է զգալ, թարգմանեցի, քրդի պատասխանը սա եղավ, որ գիտեք, ներողություն խնդրեք այդ մարդուց, բայց մեզ մոտ հայոյանքով խոսում են համբալները, խնդրեք, որ հայոյանքով չխոսի։ Մի խոսքը ֆիքսեցինք, որ այս վարքագիծը համբալի վարքագիծ է, բայց նաև հոգեկան հիվանդի վարքագիծ է։ Կնատյաց, կանանց ատող, արցախցիներին ատող, կեղտոտագույն մարդու վարքագիծ է։
Սրանք վիրավորանքներ չեն, սիրելի հայրենակիցներ, հասկանում եք, աբսուրդ է մարդը, քեզ լավ թեկուզ ծանոթ, բայց այս դեպքում հատկապես քեզ անծանոթ կնոջ թևից քաշում ես, որ ինչ արես, հոգեկան հիվանդ։ Որ նորմով եք տեսել, գիտեք, մի տեսակ այսօր նաև ոչ միայն նյարդային օրեր, այլ նաև մի տեսակ հուսահատության օրեր, ինչ տեսանք նայեք աշխարհի բոլոր երկրները, չգիտեմ, թշնամական Ադրբեջան, Թուրքիայից սկսած, մինչև ձեր սիրած եվրոպական ամենազարգացած, չգիտեմ, ամենաձեր երազած երկիրը, նայեք Ռուսաստան, նայեք ասիական երկրներ, նայեք արաբական երկրներ, նայեք Իրան, չկա աֆրիկյան երկրներ նայեք, այսօրվա աֆրիկյան երկրները չկա որևէ երկիր, ես չգտա որևէ երկիր, որտեղ նման վարքագիծ ունեցող մարդը հույս ունենա, որ ինքը իշխանությանը վերարտադրվելու է, իրեն ընտրողներ են լինելու։ Այո, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու հնարավորություններ չունի, բայց ինչ-որ տոկոս հավաքելու հնարավորություն ունի։ Եվ սա խոսում եմ մեր հասարակության խնդիրների մասին։ Ես Քավլիցի չեմ թիրախավորում Փաշինյանին ընտրողներին։ Ես անկեղծ եմ ասում։ Սիրում եմ, սիրել գիտեք որն է, որպես հայրենակից, ոչ թե որ լավ մարդա չի, սիրում եմ բոլոր մեր հայաստանցիներին, որովհետև պատերազմի դժվարությունների ժամանակ մենք բոլորս միասին ենք, անկեղծ բոլորս զոհեր ենք տվել ծանոթների, ընկերների, չգիտեմ, մարդիկ շատերը հարազատների շարքերից, հա, ու այդ պատերազմը, արհավիրքը, դժվարությունները սովը չի հարցնելու ով է նիկոլական, ով նիկոլական չի, ով էր Նիկոլին ընտրել, ով չէ։ Բոլորս այդ դժվարությունների միջով անցնում ենք։ Դրա համար ես չեմ թիրախավորում այդ մեր հայրենակիցներին, բայց մտահոգված եմ այս հասարակական հիվանդագին մթնոլորտով, որովհետև ցանկացած երկրում, Թուրքիայում, Ադրբեջանում, եվրոպական երկրում, Ռուսաստանում, Ղազախստանում, չգիտեմ, արաբական երկրում Նիկոլ Փաշինյանի նման մարդը չէր կարող, չգիտեմ, 0.1%-ից ավել աջակցություն ունենալ։ Որտեղ սա արգահատելի, մերժելի վարքագիծ է, սա ամոթալի վարքագիծ է, այսպիսի մարդիկ փողոց դուրս չեն գալիս ուղղակի ուրիշ երկրներում։ Մեզ մոտ այս մարդը իշխանության է ուզում մնա վերարտադրվի։ Սա է ցավալին, մտահոգիչը, սա է, որ ինձ այսօր մի փոքր այսպես հուսահատեցրեց, բայց չի հուսահատությունից դուրս ես գալիս, երբ այո, այնուամենայնիվ պատկերացնում ես, որ հասարակության մեծ մասը սիրտը խառնում է Նիկոլ Փաշինյանից, զզվում է Նիկոլ Փաշինյանից։ Եվ այստեղ է ժողովուրդ ջան, որ ինչքան էլ սխալներ լավ կամ վատ կողմեր ունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր իր կողմից թիրախավորված Ռաֆի Հովհաննիսյանը, Սամվել Կարապետյանը, մյուս բոլոր քաղաքական գործիչները, լավ ու վատ կողմեր բոլորը ունեն, բայց ոչ մեկ նրանցից համեմատելու չի այս եղկելի կերպարի հետ, հասկանում եք։ Կարելի է ընտրել կամ չընտրել Ռոբերտ Քոչարյանին, կարելի է ընտրել կամ չընտրել Սամվել Կարապետյանին, կարելի է ընտրել կամ չընտրել Ռաֆի Հովհաննիսյանին, կարելի է հավանել Ռաֆի Հովհաննիսյանի գաղափարները կամ չէ, կարելի է հավանել Ռոբերտ Քոչարյանի գաղափարները կամ չէ։ Բայց որ Նիկոլ Փաշինյանը նորմալ հասարակության մեջ ուղղակի զզվելի, մերժելի կերպար կլիներ ու փողոց դուրս գալու խնդիր կունենար, հասկանում եք։ Փողոց դուրս գալու խնդիր կներ։ Ծանոթն էլ, ծանոթ կնոջ դեպքում էլ, բայց հատկապես անծանոթ կնոջ դեպքում որևէ մի տղամարդ իրեն թույլ տա անծանոթ կնոջ, այն էլ շատ բարեկիրթ կնոջ թևից քաշել, թե բալարիս, թե բան եմ ասում, այդ մարդը ուղղակի փողոց դուրս գալու խնդիր կունենար ցանկացած երկրում, մեզ համար թշնամական Ադրբեջանում նաև։ Դրա համար հեչ համեմատելու չի այն մյուս քաղաքական գործիչների հետ Նիկոլ Փաշինյանը։ Մերժելի ամոթալի, սա մեր ամոթն է, մեր հասարակության ամոթն է Նիկոլ Փաշինյան, քաղաքական գործիչը, որը գտնվում է պետության կառավարման ղեկին։ Բայց Փաշինյանը նաև երախտամոռ է, ու երբ դեղերը չի խմում, իսկ ինքը հաճախ ոնց որ վերջերս դեղերը չի խմում, ինքը իր երախտամոռությունը այնքան աշճանի է բարձրանում,
որ թիրախավորում է նաև կնոջ, այս դեպքում Զարուհի Փոստանջանին, այս կինը անվճար այս մարդուն փաստաբանական աջակցություն է տրամադրել, երբ որ ինքը բանտում եղել, հասկանում եք։ Զարուհի Փոստանջանին, որ ասենք գիշերը չի քնել, վազել է բանտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը վախ է ունեցել, որ բանտարկյալները ում վրա ինքը գրել է, կզցնելու են իրան։ Տիկին Փոստանջյանն է դրա մասին գրել։ Իդեպ այդ բանտային պատմությունը, երբ որ ինքը իբրև թե իրեն փորձել են վնասել։ Այն վերսիան, որ ես եմ լսել, որ 99% ճշմարտություն է։ Բանտում կան մարդիկ, որոնք ունեն հեռախոսներ։ Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանցից խնդրում է հեռախոս, որ ընտանիքի հետ կապվի։ Սա էլ իր ճղճիվ կերպարի մասն է խոսում։ Վերջ տալիս են մարդուն հեռախոս, ասում են մարդը իբր քաղբանտարկյալ է, հեռախոս տանք, թող ընտանիքի հետ կապվի։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հեռախոսը վերցնում, զանգում է ոստիկանություն 102, արա ասում է, ասում եք բանտում հեռախոս չկա, ես ձեզ ոնց եմ զանգում։ Պատկերացնում եք ու գալիս են այդ մարդկանց շմոն են անում, այդ կրիմինալ խոսույթով ասվածա, բոլորի հեռախոսները հավաքում են եւ Նիկոլ Փաշինյանը դրանից վախեցած, որ իրեն կպատժեն, գալյուցինացիաների մեջ հանգնում եւ ահա Տիկին Փոստանջանի գրառումը, որ ես կուզեմ ընթերցել։ Այսօր Տիկին Փոստանջանին շատ կեղտոտ ձևով թիրախավորել էր իրեն օգնած, անվճար օգնած կնոջը, էլ ստահակ, էլ չգիտեմ ինչ, հիմա տեքստեր ասես չասեց։ Ես ընթերցեմ Զարուհի Փոստանջյանի արձագանքը։ Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ հայոյական բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն։ Իսկ երբ արկա են ֆիզիկական բռնության տարեր եւ կոչեր ու պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քերյա իրավական գնահատականի հստակ հիմք։ Քաղաքական կարգավիճակը առավել եւս նախընտրական քարոզարշավը չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա, մեղքերի թողություն հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսևորելու համար։ Նախընտրական քարոզարշավների ժամանակ Փաշինյան Նիկոլը ուժեղ ընդգծված նյարդայնություն ու էմոցիոնալ բռնկումներ ունեն թե հոգեբանական, թե քաղաքական խորքային պատճառներ։ Ինչպես հանրահայտ ասացվածքն է հուշում, կրակ չկա առանց ծուխ, եւ այս համատարած լարվածությունը պատահական չէ։ Նշեմ մի քանի հիմնական գործոն, որոնք մերկացնում են նմանօրինակ հիստերիկ վարքագծի դրդապատճառները։ Վերարտադրության գերխնդիր։ Իշխանությունը ցանկացած գնով պահելու է վերարտադրվելու հարց գործող վարչախմբի համար վերածվել է կենաց մահու խնդրի։ Ինչ ուղղակիորեն կատվածահար է անում սառնասիրտ վարքագծի դրսևորումը եւ որոշումներ կայացնելու ունակությունը։ Անխոցելիության առասպելի փլուզումը։ Փաշինյան Նիկոլն այսօր հանրությանը մատնեց իր ամենամեծ վախը՝ սեփական անխոցելիության զգացողության կորուստը։ Քարոզարշավի ժամանակ երբեմնի ժողովրդական ընդունելության փոխարեն նա անընդմեջ բախվում է համատարած սառնության, կոշտ հարցադրումների եւ բացահայտ մերժման։ Այս վերաբերմունքը նրա եւ իր թիմակիցների մոտ առաջացրել է ներքին խուճապ եւ տագնապ, ագրեսիա եւ բղավոստերի այդ տեսարանում առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտի դեմքին դաջված ահասարսուր հայացքն այդ թիմային վախի լավագույն ապացույցն էր։ Մշտապես ուրախ ու զվարթ երգող եւ պարող Անահիտ Ավանեսյանը սարսափած էր։ Քաղաքական դիջեյության սնանկության եւ փաստարկների դեֆիցիտ։ Փաշինյան Նիկոլի հրապարակային հանդես գալու ոճի սկզբանը ձևավորվել է կիսաճշմարտությունները բամբասանքի տեսքով հրամցնելու եւ հանրահավաքներում աղմկելու քաղաքական դիջեյություն տրամաբանության մեջ։ Հանրային հարթակում նրա հիմնական գործիքները միշտ եղել են բարձր ձայնը, անկիրթ բառապաշարով էմոցիոնալ շեշտադրումները եւ հակառակորդին սաստելը։ Այսօր կորցնելով ինքնատիրապետումը նա պարզապես վերադարձավ իր բնական կերպարին, քանի որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են կիրառելու իրենց համար ամենահարմարավետ ու ծանոթ մոդելը, երբ փաստարկները սպառվում են, ավտոմատ միանում է հարձակումը որպես պաշտպանության լավագույն միջոց, էժանագին տակտիկան։ Այսօր մենք ականատեսը դարձանք փողոցից եւ ցածր շերտերից հանկարծակի իշխանական բարձունքների ու կարգավիճակի հասած այն տեսակի վարքագծին, որը չնայած արտաքին ատրիբուտներին, թանկարժեք կոստյումներ, պաշտոնական դիրք, շքախում եւ տիկնապահներ, ներքուստ պահպանում է իր նախկին կենդանական բնազդներն ու փողոցային ագրեսիան։ Այսօր Փաշինյան Նիկոլի իրական բնազդների դրսևորման տեղատարափ էր, հայտնվելով սուր սթրեսի մեջ եւ բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին, նա
անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման, քաշելով կնոջ թևից եւ պայթեց հիստերիկ հայախառն բղավոստերով. կզացնելու եմ, չոքացնելու եմ, կոխելու եմ։ Ներողություն ես արտահայտությունները կրկնելու համար։ Այնպիսի տպավորություն էր, թե Բուլգակովյան հայտնի Շարիկովն է մեր առջև, որի հանձնարարությունը կատուներ ոչնչացնելով այլևս պահանջված չէ։ Փողոցային Շարիկովի արկայությունը մեր ազգային պետական կառավարման կյանքում առաջացրել է արժեքի ուժգին բախում Շարիկովը, ով գտել է իր իդեալական աշխատանքը, որտեղ ոչ թե պետք է արարել կամ մտածել, այլ ոչնչացնել, մարդիկ մերժում են։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մերժմանը նա մասնակցում է Շարիկովի վիրահատողները։ Հանրային վայրերում հնչող կզսնելու, չոքացնելու, կոխելու սպառնալիքները քաղաքացիների թիրախավորումն ու հիստերիկ վարքագիծը ոչ այլ ինչ են, քան սեփական կատարյալ անկարողություն եւ խորը թաքնված վախերի հանրային խոստովանություն։ Փաշինյան Նիկոլը այսօր ցույց դրեց, որ բարձր պաշտոնն ու արտաքին փոփոխությունները չեն կարող թաքցնել մարդու ներքին մշակույթի, կրթության եւ արժե համակարգի դեֆիցիտը, որը ճգնաժամի պահին անմիջապես ջրի երես է դուրս գալիս։ Փողոցային պոպուլիստի եւ գիտակից քաղաքացու հակադրությունը հստակ գծում է այն ջրբաժան, որն այսօր առկա է հասարակության մեջ։ Ագրեսիան բախվում է, հակադարձվում է ոչ թե հայոյանքի, այլ արժանապատվության եւ փաստարկվածության, ինչն էլ ավելի է կատաղեցնում ինքնատիրապետումը կորցած փողոցային Շարիկովին։ Բղավոստ ու սպառնալիքը հանրության կողմից այլևս չեն ընկալվում որպես ուժի դրսևորում։ Ընդհակառակը, դա սեփական անճարության, փաստարկների կատարյալ բացակայության եւ իշխանություն կորցնելու սարսափելի բացահայտ մերկացումն է։ 8 տարի հնարավորություն ուներ անել քաղաքացու հարցին Փաշինյան Նիկոլը պատասխանեց բղավոստերով. կզսնելու եմ, չոքացնելու եմ ու կոխելու եմ համապատասխան տեղերով, գնաց քարոզելու այլ վայր։ Փաշինյան Նիկոլի կողմից հանրային շփման բռնկման ժամանակ կիրառված բառապաշարը պատահական չէր, այլ հանդիսանում էր նրա անցյալի վախերի եւ ենթագիտակցական բարդույթների արտացոլումը, պրոյեկցիան, հարցապնդում ներկայացնող քաղաքացու վրա։ Երբ պետական միտքն ու փաստարկները լիակատար պարտության են կրում, քաղաքացու արժանապատվությունից եւ իշխանությունը խոսում է բացառապես փողոցային խուլիգանի սպառնալիքների եւ հիստերիայի լեզվով, սա է փողոցի Շարիկովի իրական քարոզը, սա է այս վարչախմբի կառավարման մշակույթի ողջ սնանկությունն ու վերջնակետը։ Իսկ երբ երկրի իշխանության ղեկը գտնվում մի անձի ձեռքերով անցյալում սերտ առնչություն է ունեցել քրեական ենթամշակույթի հետ եւ տարիներ առաջ մեծ սարսափու հոգեբանական տրավմա է ապրել, կոշ քրեակատարողական հիմնարկում իրեն կզսնելու, չոքացնելու եւ համապատասխան տեղը կոխելու իրական սպառնալիքներից, ապա ենթագիտակցական այդ վախերի հանրային պրոյեկցիան դառնում է անխուսափելի։ Այսօր նա սեփական անցյալը հիշելով փորձել էր վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին։ Շնորհակալ եմ Տիկին Փոստանջյանին այս հրաշալի տեքստի համար։ Զարուհի Փոստանջյանն էլ թիրախավորեց արաբկիրում երախտամոռը, մարդը, որը Զարուհի Փոստանջյանի շնորհիվ մի խոսքով ավելացնելու բան չկա, բայց սա է Նիկոլ Փաշինյանը, ողորմելի մի արարած։ Ես անկեղծ եմ ասում, ընդդիմություն եմ եղել նաև նախկին իշխանությունների ժամանակ, բայց այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի հասցեին եմ ասում, ինձ թույլ չէի տա ասել նախկին կառավարիչների մասին, ոչ թե նրանից որ վախենում էի, այլ իրականում այդ մարդիկ լավ այդ մակարդակի խոսքի արժանի չէին։ Ամբողջ, ասենք, բան վերաբերմունքով, քննադատական վերաբերմունքով հանդերձ։ Կարելի է պատկերացնել նախկին մի կառավարչի, որը այս վարկով որևէ կնոջ հետ խոսա։ Անհնար է պատկերացնել դա։ Հնարավոր չէ դա։ Հնարավոր չէ սա պատկերացնել որպես իրականություն։ Մյուս կողմից տեսեք, քաղաքացիների վրա շամպես հարձակվող այս մարդը խաղաղության կոչանում ադրբեջանցիների հետ, որ ասում ենք Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսում ես որպես շամպես վախենում ես, ասում են ինչ եք այդպես ասում վիրավորում։ Բալիևը քանի հայտարարություն է արել, որ արձագանքի կարիք կար առնվազն։ Եկեղեցի քանդեց Ստեփանակերտում վերջերս։ Դրան ձեր արձագանք եղավ փաստաբանությունը Ալիևին։ Ալիևը այլևս կարիք էլ չունի հայերի Հայաստանի իրավունքները խախտելիս որևէ բացատրություն տալ, որտեղ դուք նրա փաստաբաններն եք աշխատում։ Որևէ ծպտուն չելավ շամպես շնից ձեն եկավ, ձեզնից ձեն չեկավ։
արժանապատիվ կնոջ վրա նման կերպ հարձակվողը Ալիևին բան չունի ասելու։ Տեսնում եք, որ չենք սխալվում, ասում եք, դուք վախենում եք Ալիևից, դրա համար եք կուչ եկած խաղաղության մասին խոսում։ Խաղաղություն չի, դուք ծառայում եք Ալիևին։ Ու ես վստահ եմ, մեր հայրենակիցը որևէ կին այսպես դուրս գար անգամ Ալիևի դեմ, այս խոսքերով, գուցե ավելի խիստ, Ալիև իրան այսպես չէր պայի։ Թշնամի է, ես ատում եմ Ալիևին, բայց վստահ եմ Ալիև իրան այսպես չէր պայի, որտեղ մարդը ընտանիք է անցել, դաստիարակություն է տեսել։ Թշնամի Ալիևը իրեն հայ կնոջ նկատմամբ այսպես չէր պայի։ Տիկին Փոստանջյանը հետաքրքիր դիտարկում էր արել, ես ձեզ վստահեցնում եմ, ինչ որ ասվել էր ճշմարտություն էր, եւ այո, քաղաքացիական պայմանագրում կա մտահոգություն, վերարտադրությունը հնարավոր չի կազմակերպել օրինական ճանապարհներով, ես չեմ ասում ընդհանրապես հնարավոր չի, ես ասում հնարավոր չի կազմակերպել օրինական ճանապարհով։ Իրենք հասկացել են, որ հասարակության ճնշող մեծամասնության կողմից մերժված են։ Դա է պատճառը, որ Փաշինյանը որ բակ մտավ Երևանի թուքումուր կերավ։ Հասարակության մեծամասնության կողմից սրանք մերժված են։ Իրենք դա լավ գիտեն, այդ սոցիոլոգիան շատ լավ գիտեն։ Եվ սա իրենց ժղաձգումների մեջ հագցել, ինչի, որովհետև տեսնում են հավաքական ընդդիմությունը մեծամասնություն է, ժողովուրդը ուզում է գնալ ընտրության, դեռ այս պահին, եւ իրենք ամենայն հավանականությամբ քաղաքական պուլպուլակ են դառնալու։ Բայց քաղաքական պուլպուլակով չի ավարտվելու, որովհետև այլ ուժեր չգիտեմ ինչ մտադրություններ բան ունեն, ապագա իշխանության առնվազն էական մաս կազմող Հայաստան դաշինքը իր ընտրողներին տվել է խոստում, որ Նիկոլ Փաշինյանը պատժվելու է։ Իրենք հասկանում են քաղաքական պուլպուլակ դառնալուց հետո իրենք դառնալու են իրավական պուլպուլակ, այդ ճանապարհով են անցնելու։ Եվ Փաշինյանը հայտնվելու է գաղութում, որտեղ ուղիղ իմաստով կարող է ծանոթանալ։ Չնայած ես կարծում մենք որպես իշխանություն դա պիտի թույլ չտանք, որ ապօրինություններ լինեն, բայց հիմա մարդ ես կարող մի պահ աշկդ պլստա, բաց թողես ու գաղութում մարդիկ իրեն ծանոթացնեն կզացնելու եւ չոքացնելու արվեստին։ Չնայած ես կողմնակից չեմ դրան, ես կարծում որ իրավական պետությունում մարդուն, որին դու անգամ ատում ես, իր նկատմամբ պիտի արդարադատություն իրականացվի։ Ի վերջո, արդարադատությունը կամ արդարության զգացումը այն չի, որ դու ունես քո ընկերների հարազատների նկատմամբ, որ իրանց համար լավ լինի։ Արդարության զգացումը եւ իրական արդարադատությունը այն ժամանակ է հիմնավորապես հաստատվում, երբ դա գործում է առաջին հերթին հակառակորդների նկատմամբ։ Երբ այո, Նիկոլ Փաշինյանը, երբ որ հայտնվի իրավապահների ձեռքում, մենք որպես հասարակություն պիտի թույլ չտանք, որ որևէ մեկը զանգի դատավորին ու ասի ուզես չուզես պիտի կալանք տաս, այլ դատավորը ինքը պիտի որոշի կալանք տալու է թե չէ։ Սա է ճանապարհը։ Ես հաշվեհարդարի կողմնակիցը չեմ։ Նիկոլ Փաշինյանը պետք է օրինական պատասխանատվություն կրի եւ իրենք դա հասկանում են։ Հիմա ԿՊ-ում դա հասկացել են, ջղաձգումների մեջ են եկել այս մարդիկ։ Եվ դրա համար իրենց դեմ դուրս եկող քաղաքացին, որը իրենց հարցեր է տալիս, մերժում է իրենց, արա այդ բանը բերում է իրենց առաջ, հասկանում եք, այդ մերժը քաղաքական պուլպուլակ դառնալու ապագան բերում է, որ մի քանի օր է մնացել։ Այս կանայք քաղաքացիները տղամարդիկ դուրս են գալիս, որ մերժում են իրան, թքում են իրենց երեսին, սրանք մտածում են, ախպեր, չի ստացվում ոնց որ մարդկանց խաբել։ Բայց կա երկրորդ ճանապարհ Նիկոլ Փաշինյանի համար, գնալ ապօրինությունների ճանապարհով։ Այս այլ իմ տեղեկություններով ԿՊ-ում քննարկում են, թե եթե չի ստացվում օրինական վերընտրություն կազմակերպել, ինչ անել, այդ ինչ անելը խնդրեմ է, ինչու։ Որովհետև երբ հասարակության մեծ մասը քեզ մերժում է, գնում է ընտրությունների, ընդդիմություն տեսեք ապօրինի առաջարկներ չի անում, ասում գնում ենք ընտրությունների, օքեյ։ Գնում են ընտրությունների, քո դեմ են քվեարկում, մեծամասնությունը քեզ դեմ է, եւ դու այդ մեծամասնությունից իշխանությունը խլում ես, այդ ժամանակ
Միջև քաղաքական պուլպուլակ լինելը շատ ավելի բարդ զարգացումներ կարող են լինել։ Դժվար զարգացումներ, անկառավարելի իրավիճակ կարող է լինել, որովհետև այդ ժամանակ ժողովուրդը կարող է անդիմության ասել քաշվեք մի կողմ, իր հաղթանակը կորցրած, հաղթանակի իր ձեռքից խլված, հա, վիճակում ժողովուրդը կարող է անդիմությանը, անդիմադիր առաջնորդներին ասել քաշվեք մի կողմ, մենք մեր հարցը Նիկոլի հետ ինքներս ենք լուծելու։ Եվ այն անդիմությունը, որը փորձի սասնել, այդ անդիմությանն էլ ոտնատակ տա։ Այսա արդեն անկախատեսելի զարգացում է Նիկոլ Փաշինյանի համար եւ քաղաքացիական պայմանագրում։ Հիմա սրա վրա են մտածում, էսա ջղաձգումներ իրանց իմ տեղեկություններով, իրանց ջղաձգումների հիմնական պատճառը սրանք են։ Որ գիտեն, որ օրինական վերընտրվելու հնարավորություն չունեն եւ գիտեն, որ ապօրինությունների, տոտալ ապօրինությունների գնալու պարագայում կարող են անկախատեսելի սցենարներ լինել։ Եվ դա որևէ կապ չունենա անդիմության ուժերի առաջնորդների հետ։ Ժողովուրդը ինքնաբուխ կերպով որոշեց հարցը լուծել։ Եվ ելի եմ ասում, լուծել նաև այն անդիմության հարցը, որ իր ճանապարհը կփակի, ասի չէ, մի արեք, այսպես մի արեք։ Բարդ է այս մարդկանց վիճակը, բա ինչ ան, բա Տիկին Սողոյանի նման քաղաքացիները, մեր ուրիշ հայրենակիցների նման քաղաքացիները, որոնք իրենց դեմ դուրս են գալիս ճակատների ճշմարտությունն ասում են, սրանց վախի բանն են, այս մարդիկ հասկանում են, որ ճշմարտությունը դա է, որ մերժված են իրենք։ Էնպես որ հարգելի հայրենակիցներ, մի հուսահատվեք, հուսահատվելու կարիք չկա, քաղաքացիների կամքը եթե լինի, փոփոխությունները շատ արագ կլինեն, այո, դժվար է տանել իրավիճակ, դժվար է ապրել պետությունում, որտեղ պետության ղեկավարը, այդ պահի փաստացի ղեկավարը հոգեկան հիվանդից բանով չի տարբերվում։ Իրականում շատ դժվար է։ Դուք պատկերացրեք աշխարհում մեր մասին ինչ են մտածում։ Խայտարակվեցինք ամբողջ աշխարհում, ինչպես կասեր հայտնի պերսոնաժը։ Կամ մի կեղտոտ Նիկոլ Փաշինյանի պատճառով սաղ զվարակվանք վիճակ է ստացվել։ Աշխարհում ասում են, այս ինչ հասարակություն է, այսով է սրանց ղեկավարը։ Այս ո՞նց է շփվում կնոջի հետ, այս ո՞նց է խոսում քաղաքական անդիմախոսների մասին, այս ո՞նց է իր պլանները ներկայացնում, թե ո՞նց է ինքը օգտագործում իր ապահամակարգին, կզացնելու, չոքացնելու, ասֆալտ կերցնելու։ Այդ իրապաններն էլ պիտի գետին է մտնել, որ իրենց ասֆալտ կերցնող է դարձրել, այսինքն գործիք, կեղտոտագույն գործիք։ Այստեղ էլ ոստիկանները մտածելու բանն են։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, կարծում եմ բավական թեժ օր անցավ։ Շնորհակալ եմ բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք օգնեցին Նիկոլ Փաշինյանին բացել իր իրական դեմքը եւ ցույց տալ, որ այդ դեմքի տակ թաքնված է ճղճին փոքր արարած կանանց ատող, արցախցիներին ատող, հայաստանցիներին ատող, հայերին ատող, ընդհանրապես ամեն բան ատող մարդ է թաքնված, չնայած դա մենք գիտենք, ուրիշները երևի թե պիտի իմանեն։ Երևանյան մի պերսոնաժ կար, Թարախաբոն, չնայած ասում են անունը Թարախաբոն, ինքը այդքան էլ Թարախ չէր, դա Թարախ Նիկոլն է։ Թարախ Նիկոլի դեմքը փաստորեն մեր հայրենակիցները օգնում են բացել։ Չմոռանաք կիսվել այս ուղի եթերով, օգնեք մեզ ավելի մեծ լսարան վերցնել։ Լավ մնացեք։